Արդյոք սա ապտակ էր գործող իշխանությունների։ Տեսեք, ի սկզբանե ոչ թե նախատեսված էր Սուրբ Հակոբը, այլ շրջիկ բանագնացները, երբ որ պտտվում էին Շիրակի թեմում, դա զուտ իրենց կարճ խելքի ենթադրությունն էր, փնտրում էին տարբեր տեղեր, գյուղերում, քաղաքի մյուս եկեղեցիներում ու, այսպես ասած, իրենց մի քանի փորձերից հետո անուններ չտամ, բայց մի քանի հոգևորականների մոտենալուց եւ մերժումները ստանալուց հետո մնացել էր մի տարբերակ, մեր այսպես չեմ վախենացել, մեր յուրահատուկ քահանա Տեր Ռուբենը, չնայած մեր բոլոր քահանաներն են յուրահատուկ եւ այդ ամեն ինչը ապացուցվեց, բայց Տեր Ռուբենը իրենց շատ մեծ ապտակ հասցրեց հոգևոր առումով, ինչու՞ չէ նաեւ հայրական ապտակ էլ չեմ կարող անվանել, որովհետև դրանք որդի չեն ու իրենք անակնկալի գալով, որ չստացվեց ոչինչ կազմակերպել ու ես հստակ կարող եմ ասել ոնց եմ պատկերացրել այդ ամեն ինչը, երևի ճիշտ էլ պատկերացրել եմ, որ այդ լուրը հայտնում են իրենց գերագույն ները, ասում են, որ Շիրակի թեմում բոլոր հոգևորականները անսասան են եւ չկարողացանք ոչ միտեղ բան անել, եկեք փորձենք հայտարարություն տարածել, որ այդ օրը պատարագի չենք մասնակցելու Գյումրիում կամ ինչ-որ բան, մինչև վերջի պահը տեսնում եք, որ հայտարարություն չկար։ Ինքը ավանդույթի համաձայն Կիրակի կամ Երկուշաբթի հայտնում էր, թե հաջորդ Կիրակի որտեղ լինելու, բայց 5 շաբթի թե ուրբաթ է եղել հայտարարությունը ու արդեն երբ որ հայտնում են այդ լուրը իրեն, ինքը այդ պարտվածության, այդ ագրեսիայի մեջ զայրույթով հավանաբար ձեռքը սեղանին է զարկել ու սել է ամեն քնով ես պետք է մտնեմ։ Ինչ կուզեք երեք պետք է մտնեմ ու իր խամաճիկ ծառայողները արդեն այդ ուժային կառույցը, այդտեղ ուժայինը չկա, էլի, իրոք խամաճիկների չգիտեմ ինչը։ Իրանք որոշել են գրավել եկեղեցիները։ Իրանք արդեն գնացել են վաբանկ ամեն ձևի ներխուժել ու իրանց ստորությունը կատարել, բայց ամեն ինչին դադավոր առաջին Աստված, երկրորդն է ժամանակը ամեն ինչ իր տեղը տնի։ Համոզված եղեք։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։